Еще один летит. Ապրիլի 16-ի գիշերը ռուսական կողմը շահեդներով զանգվածաբար հարձակվել է Ուկրաինայի Դնեպր քաղաքի վրա։ 3 զոհ կա, այդ թվում 16-ամյա մի աղջիկ։ Ականատես հարևաններն են պատմում։ Երբ անօթաչուն սկսեց դեպի այս կողմ գալ, աղջիկն այստեղ զբոսնում էր, վազեց դեպի տուն, անօթաչուն պայթեց ու պայթյունի ալիքը կոտրված ապակիները նրան սպանեցին։ Հետո մյուս պայթյունները լսվեցին։ Շանը գրկեցի ու գիշերազգեստով իջա ներքև։ Просто услышала, что мальчик кричит «Вика, Вика». Լսեցի մի տղա գոռում էր «Վիկա, Վիկա», տեսա որ ընկած է, գոռացի «Հեռու գնացեք նրանից»։ Պայթյունները շարունակվում էին, դե որ իրենք էլ չտուժեին, գային դեպի պատը, պաշտպանվեին։ 14-15 տարեկան երեխաներ էին։ Զանգահարեցի շտապօգնություն, հետո հրշեջ ծառայություն, իսկական դժոխք էր։ Ну, ад, конечно, кромешный. Ախր սա մեր հանրակացարանն է, մանկապարտեզ կա, ինչն են այստեղ ռմբակոծում, չեմ հասկանում։ Бомбят, я не понимаю, что они вообще бомбят, не понимаю. Առնվազն 30 վիրավոր կա, որոնցից 5-ը երեխա։ Հոսպիտալացվածներից մեկի վիճակը ծանր է։ Վնասվել են բազմաբնակարան շենքեր, տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, տասնյակ ավտոմեքենաներ։ Это наш дом, в котором мы когда-то жили. Ահա այն տունը, ուր մենք ապրում էինք։ Այսօրվանից այն արդեն չկա։